Հարգելի հեռուստադիտողներ, ժամանակն է վերլուծությունների եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Այսօր մենք շատ խոսեցինք ամեն ինչի մասին, ինչ կապված է Հայաստանի ընտրությունների հետ, ARTN-ի եթերում խոսքը գնաց այդ մասին եւ հիմա շատ հետաքրքիր է ձեր վերաբերմունքը փաստին, որ Ռուսաստանը ամեն օր ինչ որ նոր բաներ է հայտարարում, այսօր էլ կարտոֆիլը չեն ընդունում, չգիտեմ, ձկնամթերք, չրեր, դրանից առաջ այո, բանջարեղեն, այսօր Փաշինյանը հստակ պատասխան տվեց, ասեց մենք այդ ամեն ինչը կսուբսիդավորենք արտադրողներին, բայց կարևորը բանջարեղենը չէ, դրանով մենք կզբաղվենք, դուք պահեք խաղաղությունը, դեր կանգնեք խաղաղությանը։ Ձեր վերաբերմունքը այս փաստերին Ռուսաստանի հետ կապված։ Տեսեք, ես ինձ մի բան է զարմացնում, որ այսպես ասեմ, ես ուզում եմ, որ մենք հասկանանք մի քիչ, չեմ ուզում շտապեմ, հələ ուղղություններն է պետք է ասեմ, որ ուղղությունները գնացել ինչքան, որովհետև այստեղ տեսեք, հիմա արդեն իսկ տակից սկսվել է, որ մեծ ընկերությունները կարան, իդեպ երեկ իմ եթերում է մի փոքր անհանգստություն հայտնեցի, մենք գիտեք, ես առաջինն եմ, որ այդ հարցով ուզում եմ դիվերսիֆիկացիա, բայց այսպես ասած, ընտրությունների նախաշեմին պարզը ԿՊ-ն ուզում է ցույց տալ, որ հանգստացնել մթնոլորտը, որովհետև տոտալ այսպես արգելումներ են սկսել, եւ Արադ Միրզոյանը, եթե չեմ սխալվում, Մարտակոսի հետ խոսեց, ուրեմն Մարտակոսը ասեց, որ հնարավորինս արագ փորձում ենք բերել, այսինքն ինչ որ process սկսել է։ Ես կհամարեմ, որ ասենք այս հակաքարոզչությունը, այսինքն գնում ես իմաստով, դեռ պետք է հասկանալ ինչքան է տարվել, որովհետև երկու օրվա մեջ ես չեմ կարծում, որ մենք կարող ենք այսպեսի տենց ասում շատ լավատեսորեն այս հարցին մոտենալ, հատկապես որ նոր անգամ հաշվարկներ, ինչպես Խոստովանեց Պապայանը, նոր են ուզել։ Այստեղ կա վտանգ, գիտեք ինչի, որովհետև այս նախընտրական բանի ներքո ես միշտ ասել եմ, որ երկու վտանգ կա, մեկը հակահարևմտյան կեղտոտ սուտ պրոպագանդան, որը տարվում է Հայաստանում, մյուս վտանգը, որ ավելի վտանգավոր է, երբ որ արևմուտքից ձևավորվում են սպասումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Դրանից հետո գալիս է ավելի վատ փուլ, գալիս է հիասթափության փուլ, որից ժամանակ արդեն օգտվում են պրոպագանդան ռուսական ավելի վատ է օգտվում։ Բայց դա դեռ տեսակետ է, որ կարող է այդպիսի բան լինել, որովհետև ես ասում եմ, ես ուղղակի ուզում եմ իմ մտահոգություններն եւ լավատեսությունն այսպես ներկայացնել։ Գիտեք ինչ եմ ասում, հիմա եթե մենք սա չասենք, Աստված չանի, մի բան լինի, որ հետո պարզվի, որ այսօր ինչ եմ ասում, այսօր արդեն մանր ձեռնարկատերերը բողոքում էին, որ իրենք չեն կարողանալու միևնույն է արտահանեն Եվրոպա եւ խոշորներն են միայն օգտվելու եւ այլն։ Ներողություն, ինչ ասաց Պապայանը, ասաց այո չեն կարողանալու, որովհետեւ ոչ թե մեր ստանդարտներին չհամապատասխանելն է, այլ ճանապարհը ծախսել, հստակ, պարզ, ակնհայտ է դա, բայց ասաց դրա փոխարեն սուբսիդավորելու են։ Հիմա քանի տարի առաջ եմ ես առաջարկել ճանապարհը ծախսը փոխհատուցել, 2 տարի առաջ, 2-1.5 տարի առաջվանից խնդրում եմ ասեմ փոխհատուցեք ճանապարհը ծախսը, ըստեղ էլ եմ ասել, իմ եթերներում եմ ասել։ Հիմա ես ուզում եմ բայց պարզվում է համապատասխանում են պարզը, որ շատ տես չի լինում, որ բոլորը չեն համապատասխանում, այդպիսի բան չի լինում, որտեղ բարեխիղճ արտադրողներ կան, մարդիկ կան, որ բերում են լավ սարքավորումներ, այնպես չի, որ ոչի բանը չի համապատասխանում, այդ արդեն լուրջ խոսակցություն չի։ Բնականաբար ես ինքս հայկական ապրանքներից օգտվում եմ այստեղ եւ բավականին լավ որակի են, եկեք ճիշտը խոսենք, ասենք շատ բաներ, շատ Հայաստանում էլ են փորձը եւ այլն։ Հիմա տեսեք, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Ես ուզում եմ, որ մենք տեսնենք շարունակական process, ես մենք քանակները հասկանանք։ Այնտեղ Ուկրաինայի ծաղիկների մասին էին խոսում, ընդ որում ցույց են տալի Հայաստանի շուկաները, որտեղ փաթաթվում են ծաղիկներ եւ ասում են ուկրաինական շուկան արդեն ողողել է հայկական ծաղիկները։ Հասկացեք, այստեղ ես վտանգ եմ տեսնում, որտեղ մի օրվա մեջ այն բարդ լոգիստիկայի պայմաններում, այսպես արդեն 3-4 օր Ռուսաստանը մերժել է, մի օր հետո Ուկրաինան ողողել է, մի տեսակ հասկանում եք, վտանգ եմ տեսնում ինչի, որտեղ սրանից հետ սա կարող է վարկաբեկման էֆեկտ ունենա, որի հետ համախմբի ռուսական պրոպագանդա եւ ասի տեսակ այդ ամեն ինչը փուչիկ էր, մի ֆուր ծաղիկ են ընդունել, ասենք Ուկրաինայում, սարքեցիք եւ բան, բայց 2000 ֆուր մնացել է կանգնած։ Դուք հասկացաք, որ այդ ամեն ինչը չի փոխհատուցելու ի վերջո։ Դրա համար եմ ասում, այստեղ պետք է շատ զգուշ լինել։ Գիտեք, բայց այսօրվա տեղեկատվությունը ամեն ինչ ասում էր այն մասին, որ շատ վաղուց Հայաստանում պատրաստ էին սրան եւ ինչ որ քայլեր արել են եւ երևի պետք է չի զարմանալ, որ նաեւ Ուկրաինայի էին։ Ինձ մի բան էլ է հարց, եթե հնարավոր, չէ, ես շատ ուրախ եմ։ Գիտեք, ես եմ այդ հարցերը բարձրացրել անընդհատ։ Ես ասում եմ,
պետքա զգուշ լինել, որովհետև այստեղ հիմա նախընտրական շրջանը հասկանում ենք, որովհետև հետո մենք ռոպագանդայի լեզուն բերանը չդնենք եւ ավելի էֆեկտիվ չսարքենք։ Ես ուզում եմ համոզված լինել, որ ու գիտեք ինչ է զարգացնում, ասում եմ, լավ, եթե մի օրում հնարավոր էր սենց դիվերսիֆիկացիա, ինչի՞ չի արվել 2 տարի առաջ, չի արվել։ Արմեն, մի օրվա բան չի, մարդիկ այդ ունեցել են, այդ երկրորդ ինչ են ասում դրա։ Այդ դեպքում ինչի հաշվարկներ ներկայացված չի եղել։ Դե բոլորին ու ամեն ինչ չեն ասել։ Դե տեսնում եք, դրա համար ասում ես որպես վերլուծաբան, ես ռոպագանդիստ չեմ, ես վերլուծաբան եմ, իմ մոտ հարցեր են առաջանում բնական, այս թողուբոհի մեջ։ Դրա համար ասում եկեք զգուշ լինենք, որտեղ մի տեսակ տարօրինակ բաներ է սկսել կատարվել, իսկ այն որ Ռուսաստանը թշնամական պետություն է, ուղղակի թշնամական, եւ թշնամական քայլեր են անում, ոչ ձեր համար են անակնկալ, ոչ իմ համար անակնկալ։ Եվ փաստորեն այսօր դրան անդրադարձավ նաեւ Մարկո Ռուբիոն գովազդից հետո։ Խորհրդային Հայաստանի ամենաաղբակահարույց կողոպուտը, հանդգնություն, որը խեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններն են շարունակվում է արդեն եթերում հարգելի հեռուստադիտողներ, գովազդից առաջ խոսում ենք Ռուսաստանի ոչ բարեկամական վերաբերմունքի մասին Հայաստանի նկատմամբ, այսօր այդ փաստին անդրադարձել է նաև Մարկո Ռուբիոն, ինչ է ասել Ռուբիոն։ Ռուսաստանը այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների փոխգործակցությունից, Ռուբիոն այս մասին ասել է կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ։ Կարծում եմ կան ապացույցներ, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է Հայաստանի ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով, ասել է Ռուբիոն։ Եվ մի քիչ էլ ավելացնեմ, նա նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերություններով, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա։ Այստեղ ես կուզեմ մի բան ավելացնել կարևոր։ Միացյալ Նահանգները մեր պետությունը ոչ միայն չի մտամտում Հայաստանի բանին, ոնց էր ասել, ինքնիշխանությանը։ Ես կասեի իր շահերից ելնելով, Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից ելնելով, ամրապնդում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Նպաստում է Հայաստանի մարտունակության մեծացմանը, նպաստում է Հայաստանի անկախության մեծացմանը, թրիփ նախագծով թաղում է Զանգեզուրի միջանցքը, եւ սա ինչի եմ ասում, որտեղ մենք տեսնում ենք այն խայտառակ բանավեճերը, որ տեղի են ունենում հիմա, որ շունը տիրոջը չի ճանաչում, պետք է ասել սա, իդեպ հասկացաք, չէ՞, այդ պրոքսի սպոյլերն է։ 10 հոգի միտեղ հավաքված։ 10 լավ է։ Տեսեք, ուրեմն դուք հասկանում եք, չէ՞, այդ պրոքսիների գործառույթներից մեկը նաեւ որն է։ Այդ դուք հասկացաք, չէ՞, այսինքն իբր ասում են Հայաստանը բաժանված է արևմտամետների եւ ռուսամետների միջև, նայում ես 98%-ը ռուսամետ է, ռուսական նարատիվներ է գնում, ասենք իշխանությունները պարզ է, ասենք այնտեղ փորձում են այսպես խաղալ, Արարատ Միրզոյանը այսօր ասեց, ով ասեց մենք բաց հարաբերություն ենք Ռուսաստանի հետ, հələ նայեք մեր առևտրաշրջանառությանը, նախորդ տարիների ինչ է ասում էի։ Եվ դրա համար եմ ասում, ես անհանգստություններ ունեմ, այնպես չստացվի, որ հիմա արևմուտքը օգնում է Հայաստանին, եւ այնպես չստացվի, որ հունիսի 8-ին գնա նորից ռուսների հետ պայմանավորվել։ Իդեպ ասեմ, փայլուն առիթ այսօր չմոռանամ կասենք, փայլուն առիթը հիմա էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Հապկը բաց թողեցին, փայլուն առիթը, որովհետեւ Բիբար ներկրողը ասում է պամիդորի հիվանդություն են դրել Բիբարի վրա, որ Բիբարը երբեք այդ հիվանդությունը չի ունենում։ Փայլուն առիթը։ Ուրեմն այստեղ կարևոր մի բան։ Ռուբիոն ճիշտ է ասում ինչ առումով։ Բայց հետաքրքրական մի բան կա, նյուանս կա։ Ամերիկացիք դարձան տրիգերը այս process-ի, որովհետև երբ որ ամերիկացիք բացատրեցին, որ չեն կարող ստեղ ուրիշ միջնորդներ լինել, որ սա հայ-ամերիկյան նախագիծ է, որը բնականաբար անվտանգություն ապահովողը պետք է եւ տարածքային ամբողջականությունը Հայաստանի ապահովողը Միացյալ Նահանգները պետք է ունենան դոմինանտ դեր։ Պարզ է, չէ՞ սա, որտեղ ասում ենք ապահովում ենք ձեր անվտանգությունը ու տարածքային ամբողջականությունը։ Եվ չի կարա որ մեկը խառնվի։ Դրա համար տեսեք, իշ ցնորաբանական բանավեճերում ոնց են չէ բերում ինչ
ինչ-որ երաշխավորներ են ուզում կողքից ճխտել, այն դեպքում որ արդեն կա երաշխավոր, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ասում եմ, գիտեք ինչա, որ ասում եմ նորմալ ցանկացած երկրում հասարակության գոնե 70%-ը, գոնե, տեսեք ինչ եմ ասում, եւ քաղաքական ուժերի կհամախմբվեր, կասեր, էսա փրկվում ենք, մեզ օգնում են, ձեռք են մեկնում եւ կհամախմբեին Միացյալ Նահանգների շուրջ։ Դե 70%-ն ա որ այսօր աղմկում, ինչքան բարձր աղմկեն, այնքան լավ սկզբունքով, Ինչ 70 ավել, ես ասում եմ գոնե 70%-ը միավորվեր, ասեր մեզ փրկում են, միջանցքը թաղեցին, իդեալական չի ամեն ինչ, բայց այն վիճակից որ ունեցին, ռևերս արեց Թրամփը եւ այդ թրիփի միջոցով էլ թրիփի վրով են անցնում, ընդ որում այդ արևմտամ այդ կոչվածները ինչ որ չգիտեմ արդեն։ Այո, լուստրացիա էր որոշակի։ Ֆանտաստիկ լուստրացիա էր մնում, այսինքն մեր համար փայլուն լուստրացիա էր, փայլուն, բայց այստեղ գիտեք ինչն է ապշածեն, որում ասում ես դու զգում ես որ սեփական պետության դեմ աշխատում եմ ու քաղաքական ուժերի մեծամասնությունը, սա ցնդելու բան է, եւ իդեպ Ռուբոյին անդրադառնանք ինչի ասեց։ Ուրեմն, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է արդեն ներդրումներ անեն, չէ՞, դրի հետ կապած երկաթգիծ է եւ այլն, ուրեմն բացատրեցին, որ ես իդեպ սա շուտվանից է ասել, որ սպահը գալու էր, հենց տրիպը ստորագրվեց, դրանից դուք հասկացեցի երկաթգիծը, հիշում եք, ասեցի վերցրեք ռուսների ձևից, մենակ այդ 45 կիլոմետրի համար կարող է խնդրեմ առաջանա, ամբողջ համակարգը տվեք եւ այլն։ Եվ ահա մարտ ամսից սկսած, փետրվար-մարտից սկսած պահանջ դրեցին եւ դրանով նաեւ տրիգեր ստեղծեցին Ռուսաստանի հետ հարաբերություններում, այսինքն լարվածություն ստեղծեցին եւ ստիպած եղավ Փաշինյանը հայտարարել, որտեղ այնպես իրավիճակ ստեղծվեց, որ եթե մենք թողում ենք ռուսներին, ուրեմն մենք չենք օգտվում, հա։ Դրա համար տեսեք ինչ է, իսկ հիմա Ռուբիոն շատ պարզ ընդգծում, հա, որ այսինքն սա իշմեք ես ասում եմ, որ այս իրավիճակը, որի կպահանջում էր երկաթգիծը ռուսներից վերցնել, ընտրություններից առաջ, խնդրեմը առաջացնելու։ Եվ այդ արկերական զարգացումները այստեղ եւ շատ կարեւոր է, որ Ռուբիոն շեշտեց, ինչի համար է կարեւոր, սա էլ արագ ասեմ, շատ կարեւոր է շեշտեց, որպեսզի, այո, որպեսզի քաղաքական ուժերը, ովքեր այլ երաշխավորներ են, առաջ հետեւություններ ան, թող կարդան։ Այո, դե շատ լավ էլ գիտեն ամեն ինչ ուղղակի հրահանգ է կատարում են իմ վերաբերմունքը այդպեսին է Երանի, չգիտեմ, ուրիշ բան չի։ Միանշանակ, ընդ որում ես գրած սիրուն հրահանգը նույն թեզերով։ Իսկ այսօր այսքան արգել է հեռուստադիտողներ, շարունակությունը կլինի վաղը, նաև պարոն Չիբուկ։ Կարևոր շաբաթ է, այո, այս շաբաթ։ Ցտեսություն։ Հաջողություն։